Գրել են, որ Փաշինյանին այդպես պիտի s***նեն, ոնց որ այդ ղեկավարին։ Այս մեկնաբանության համար ոստիկանները գիշերը հանկարծակի ներխուժել են 45-ամյա արցախցի Գայանեի նոր հաճելի տուն, սարսափի մատնելով նրա անչափահաս երեխաներին։ Հա, թե բա Տիկին Գայանեն դուք եք ասում, հա, ասում ա դե պիտի մեզ հետ գաք բաժին։ Ոնց կամ բաժին։ Ինչի համար զարմացել է զոհված զինծառայողի քույրը, որից դառը սուրճ են խնդրել անկոչ հյուրերը։ Նրանք հետո թույլատրել են, որ մոր հետ Դիլիջանի քնչական բաժին գնա նաև վախից անդադար լացող 7-ամյա աղջնակը։ Երեխայի հետ իրանց ավտոյով, երեխեն լացելով, վախած, շատ վատ ստրեսի մեջ, նստել եմ իրանց ավտոն, գնացել ճանապարհին, սաղ ճանապարհը, ես էլ вообще շատ վատ վիճակում, ոչ մի բան չեն ասել, ինչի համար են տանում, այդպես միջև քնչականի կաբինետ մտնելը։ Ոստիկանները կնոջը միայն ասել են, որ ինքը հետախուզվում է, ասում է փաստաբան Ռոման Երիցյանը։ Արգրավել են նաև պաշտպանյալից հեռախոսը, վերջինիս դրկելով նաև հաղորդակցման միջոցներից, հնարավորություն ըստ պաշտպանյալի պաշտպանի հետ կապ հաստատելու վերջինիս եւս չի ունեցել։ Բազմազավակ մորը քնչականում ի վերջո պարզաբանել են։ Facebook-ում 1 տարի առաջ բռնության կոչ է արել Նիկոլ Փաշինյանի հասցեին։ Կյանքում ոստիկանության դուրն էլ չում ճանաչում։ Արդար ապրած մարդիկ ենք, մեր քրտնինքով, մեր ամեն ինչով, հիմա էլ էս վիճակում զարմացած, չգիտեմ, սարսափելի վիճակում, ստրեսի մեջ հսալում դա։ Հատետի, էտա հանեց թղթերը, թե բա Facebook-ում մի տարի առաջ էս ինչ բանն ես գրել, չեմ հիշում, մի տարի առաջ էր։ Ուզում ես պատուհանը բացես ու… Իսկապես, որ ուզում ես պատուհանը բացես ու… Վարչապետը ինքն էր ասում, ժողովուրդ, մի վախեցեք, հրապարակային արտահայտվեք։ Մի վախեցեք, ժողովուրդ ջան, մի վախեցեք, հրապարակային արտահայտվեք, որպեսզի մարդիկ տեսնեն, որ դուք եք ես երկրում տերը։ Պետք է հաստատենք ժողովրդի ազատ կամ արտահայտության դիկտատուրա, որևէ մեկը չփորձի ժողովրդի կամքի վրա ապօրինի ազդեցություն ունենալ։ Ազատ կամ արտահայտության դիկտատուրա չի ստեղծվել, փոխարենը մարդկանց ազատ խոսքի համար բաժին են տանում, կալանավորում։ Ժողովրդի կամքի վրա։ Ես կոչ եմ անում պատրաստվել վրեժի։ Սաղիթ պետք է տանեմ լսեմ ածեի պատվալը։ Հանրային բանավեճը հայհոյախոսության գոհարներով զարդարող վարչապետը։ Ինչու է այսքան անհանդուրժող դարձել խոսքի ազատության հանդեպ, զարմանում են մարդիկ։ Իրավական այս քաշքշուկը մի նոր տխուր անակնկալ է համարում Արցախից տեղահանված կինը իր ծանր կյանքում։ Այսքանի միջով անցած, էս էլ վերջի սյուրպրիզն ալալ։ Էս էլ ենք հաղթահարելու, տեսնանք հետո հաջորդը ինչ պատրաստելու մեզ համար։ Ընտրովի արդարադատության հետ գործ ունենք, նկատում է փաստաբան Ռոման Երիցյանը։ Երբ Facebook-յան հարթակներում տարածվեց մի հայտնի կնոջ տեսանյութ, որտեղ վերջինս ակտիվորեն խոսնակ լրատվականին տված հարցազրույցներում ասում է, որ Գորիսի ճանապարհը պետք է փակեին, որպեսզի արցախցի մեր ու մանուկ մնային Ղարաբաղում եւ հնարավորություն չունենային գալ Հայաստան եւ այնտեղ ցեղասպան լինեին։ Սա քնչական կոմիտեն չի դիտարկել իբրև բռնության հրապարակային կոչ, ազգային ատեղություն կամ ատեղության քարոզ եւ իմ կողմից ներկայացված հաղորդման դիպատասխան ընդհանրապես նշել է, որ այո, այդ արտահայտությունները կոշտ են, կոպիտ են, վիրավորող են, սակայն խոսքի ազատությունը քրեական հետապնդմամբ միջամտել չի կարող։ Խորհրդարանական ընտրություններից 2 ամիս առաջ իշխանականները փորձում են վախի մթնոլորտ ստեղծելով փակել մարդկանց բերանը, որ տպավորություն լինի, թե մեր երկրում ամեն ինչ լավ է, կարծում է փաստաբանը։ Նրանք հույս ունեն, որ այդ ամենը տարածելու համատեքստում հետագայում նմանատիպ քայլեր չեն ձեռնարկվի։ Եվ Facebook-յան կամ համացանցային կամ հանրային այլ հարթակներում նրանք չեն դառնա, այսպես ասած, իրենց նշված թիապային անձինք։ Արցախցի Գայանեն չի ընդունում մեղադրանքը։
Ինքը բռնության կոչ չի արել։ Նրան այսօր էլ են Դիլիջան հարցաքննության կանչել, փոքրիկին հետը չի վերցրել։ Աղջնակին ոստիկանները գիշերային հարցաքննությունից հետո այս գլխարկն են նվիրել, որ չվախենա, որ լաց չլինի։ Լանա Համբարձումյան, Առաքել Օհանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։